Բարի օր ժողովուրդ, Mountain Eye Farms, Ջրաղացի ձոր, Դիլիջան ազգային պարկ Տավուշ։ Այսօր ուզում եմ մի քիչ պատմել ինչ է անհրաժեշտ ուրեմն off-grid եւ ամբողջությամբ անցանց հայերեն երևի ապրելու եւ աշխատելու համար հիմնականում պետք է մեր փորձառությունը կիսվեմ ձեր հետ եւ ովքեր որ հետաքրված են, ովքեր որ նույնիսկ ոչ ֆերմերային կյանքի ջատագովներ, բայց հոգնել կամ մտածում են առանձնանալ ուրբանիզացված կյանքից, որը դարել է մեր համար արդեն պատուհաս, քաղաքները դարել են անանցանելի, նույնիսկ հետիոտների համար, էլ չեմ ասում մեքենաների համար, վայրողիները արդեն այնքան արագ չեն, ինչքան առաջ էր, պետք է դանդաղ եւ շուտով նրանք էլ կխցանվեն։ Սա իսկական կրիզիս է, այսինքն ճգնաժամ է կապված ենթակառուցվածքների հետ, ժողովուրդ։ Սա մեր դարի խնդիրն է, մենակ մեր երկրում չէ, Քավլիցի ուրիշ մեծ մեգապոլիսներում նույն խնդիրն է եղել տարիներ շարունակ, մեր մոտ նոր է եկել, չնայած պետք է արդարության ուրեմն համար ասենք, որ եղել են եւ կան մինչեւ հիմա ավելի կազմակերպված մեգապոլիսներ, որտեղ այդ խնդիրները չկան, բայց արի ու տես, որ մեր քաղաքները եւ գյուղերը կառուցված են այնպես, որ թույլ չեն տալիս մարդու ավելի հիմա արդեն նորմալ գործունեություն, նույնիսկ քիչ ծանրաբեռնվածության դեպքում։ Եվ այսօր նաև խոսելու եմ, թե ինչու են մեր գյուղերը դատարկվում եւ ինչն է խնդիրը գյուղերի հետ, լինի սահմանամերձ կամ ոչ սահմանամերձ, ինչն է խնդիրը, այն ինչ որ ես նկատել եւ տեսել եմ։ Այնպես որ քայլելով այս գեղեցիկ Ջրաղացի ձորում բավական բարձր, ասենք 2100 մետր բարձրության վրա իջնում եմ ներքև եւ եկեք դիտարկենք այս բոլոր հնարավոր տարբերակները եւ ինչ է պետք ցանցից դուրս ապրելու համար։ Անցանց նշանակում է նախ որ դուք չունեք էլեկտրական հոսանք, ձեր մոտ չի հասնում հեծը, որ արդեն բավական հայտնի կազմակերպություն է դարել։ Ցանցերը չեն հասնում, մեր մոտ եթե տեսնում եք, հեսա ցույց տամ, առավոտ անցնելուց մեր մոտ բարձրավոլտ ուրեմն սյուներ կան եւ անցնում է բարձրավոլտ հոսանք, բայց նես չի որ կարողանաս միանաս, հարկավոր է ենթակայան, թույլտվություններ եւ այլ եւ իմաստ չունի նաեւ, ինչու, որովհետեւ գոյությունն է արևային հոսանք։ Մենք ունենք արևային կայան, Mountain Eye Farms-ի կենտրոնը այստեղ ծառայությունների եւ ուսումնական կենտրոնը ունի 6 կիլովատ հզորությամբ արևային կայան։ Դա նշանակում է, որ մենք կարողանում ենք կուտակել օրվա ընթացքում 6 կիլովատ ժամ էլեկտրաէներգիա, որը մենք օգտագործում ենք գիշերվա ընթացքում։ Մեր կայանը արտադրում է շատ ավելի շատ եւ դա նշանակում է, որ մենք ուրեմն եւ ջուրն ենք տաքացնում, նույնիսկ էլեկտրականությամբ մենք ունենք ուրեմն տաք ջրի կայան, արևային
բայց որպեսի արագ ինչքան շատ իրեն տակ հասնենք, որտեղ ինքը մեծ է, արևի ժամանակ օգտագործում ենք էլեկտրական հոսանք եւ արտադրում է դա բավական էներգիա այն դեպքում, երբ արդեն մարտկոցը ամբողջությամբ կուտակվել է։ Սա մեկ։ Երկրորդը եւ միգուցե առաջինը, հա, պետք է ասեմ, որ ոչ թե երկրորդ, այլ առաջինը։ Դա ջուրն է։ Խմելու ջուր։ Եվ առաջի հերթին ձեր համար, մարդկանց համար հասկանալի է, որ առվակներից եւ գետակներից կենդանիները կօգտվեն, նրանց հարկավոր է 24 ժամ հասանելիություն թարմ ջրի։ Բայց մարդու համար, կենսագործունեության համար հարկավոր է խմելու ջուր։ Ջրաղացի ձորում մենք ունենք մի քանի խմելու ջրի աղբյուր, որը ստուգված է ամբողջությամբ մաքուր, մենք օգտագործում ենք եւ լվացքի եւ խմելու համար։ Սա շատ կարեւոր է եւ համակարգ պետք է ունենաք, այսինքն ջուրը պետք է գա լցվի, ձեր համակարգով դուրս գա գնա թափվի։ Այսինքն պետք է կառուցել այդ համակարգը, որպեսզի ջրամատակարարումը լինի անխափան։ Եվ քավլիցի, փաստորեն պատկերացրեցիք, որ եթե արևային հոսանքը եւ աղբյուրներից է ջուրը, ուրեմն մենք չունենք, ուրեմն մեր հոսանքը ոչ մեկ չի անջատում, մեր ջուրը ոչ մեկ չի անջատում։ Ծայրահեղ դեպքերում, եթե լինում են ֆորս մաժորային, այսինքն ամբողջությամբ մառախուղ 3-4-5 օր, իմացեք, որ ձեր արևային կայանը հոսանք չի կուտակելու եւ պետք է ունենաք backup, այսինքն պետք է ունենաք տարբերակ պահուստային, որը գեներատորն է։ Ունեցեք գեներատոր, անպայման։ Ձեր ճամբարում, ձեր կենտրոնում, որպեսզի այդ քանի օրը դիմանաք։ Իդեպ մենք ունենք գեներատոր, որը չի սնուցում մեր արևային համակարգի մարտկոցը, որովհետև եւ մասնագետների հետ խորհրդակցելով հասկացանք, որ չենք կարող դա անել, որովհետև կվնասենք մարտկոցը եւ գոնե իր կյանքի տևողությունը կամ երաշխիքային այդ տևողությունը մենք զգալիորեն կկրճատենք։ Հենց հիմա 10 տարի է այդ երաշխիքային տևողությունը, ժամանակը ընթացք։ Եվ չուզեցանք դա անել, ավելի շուտ մտածեցինք, այս հենց անենք, հենց որ տեսնենք, որ արևը չի հերիքում, մենք ամբողջ մեր համակարգը կտեղափոխենք գեներատորի վրա եւ թույլ կտանք, որպեսզի արևային համակարգը մարտկոցը լցնի։ Եվ այդպես եղավ հենց այսօր առավոտյան, քանի որ օրերը կրճատվել են, առավոտյան մինչև արևը մեր պանելներին հասնել է, արևային պանելներին, ուրեմն մարտկոցն անջատվեց եւ մենք հաց էինք թխում, որի մասին հեսա կասեմ, եւ ստիպված եղանք միացնել 1 ժամով ընդամենը միացնել գեներատորը, մինչև որ այդ արևային համակարգը լցվեց եւ սկսեց աշխատել։ Երրորդ կարևոր էլեմենտը, որ պետք է ունենանք, դա կապն է։ Մենք չունենք այստեղ որևէ բջջային կապ, չունենք։ Բայց ձեռք բերեցինք արբանյակային ինտերնետ, Starlink, որը զարմանալիորեն արագ է աշխատում, մենք ունենում ենք 480-ից 510-20 մեգաբիտ վարկյան արագություն, ինձ ասեք, թե քաղաքում որտեղ կա այդպիսի արագություն, բնականաբար չկա, աշխատում է անխափան, այսինքն մենք ունենք ինտերնետային կապ, շատ արագ, եւ օպերատորներից մեկը, չեմ ուզում ասել, որ մեկը,
Թույլ է տալիս, եթե դու Wi-Fi ունես, ուրեմն կարող են ցանցից քեզ զանգեն, ոչ ինտերնետից դուրս քեզ կարող են զանգել, դու կարող ես զանգեր ընդունել եւ կարող ես նաեւ ինքդ զանգել։ Այսինքն կապը չի կտրվում ընդհանրապես եւ աշխատում է անխափան։ Ինչի համար է կապը պետք։ Նախ, չգիտեմ, հանգիստ պետք է մարդկանց, դա ինտերնետն է, սոցիալական ցանցերն են, աշխատողները, հեռուստացույց, երեք ֆուտբոլ ենք նայում, մեր ազգային հավաքականը նորից պարտվեց, եւ նման բաներ, ֆիլմեր, միգուցե, որովհետեւ երեկոյան, երբ որ մութ են գնում է, արդեն մարդիկ հավաքվում են ընթրիքի սեղանի շուրջ, մի վարքյան, ինչ որ բան պետք է անել։ Գալիս եմ, կամաց։ Կամաց մի արի, գնաց ոչխարը ես։ Դուք իջեք, ես կգամ։ Որտեղ ենք։ Հա, կապ։ Առաջի հերթին կապ։ Որը կարևոր է։ Պետք է ունենաք պարենի պահեստ։ Կարտոֆիլով, չգիտեմ, ոլորեղենով, մակարոնեղենով, մենք ունենք հավաքած մոտ մեկ ամսվա համար պահուստ, լոբի, չգիտեմ, կարտոֆիլ, ծավար, բրինձ, կարևոր է եւ այլ պարագաներ։ Օգտագործում ենք մեր անգուսների միսը եւ դորբերների միսը որպես միս։ Պետք է ունենաք բուսական յուղ հավաքած, գոնե մի արկղ, անընդհատ պետք է լինի կարագ տեղում, որպեսզի իմանաք, որ պարենային ապահովումը կա ձեր։ Դա դժվար չի անել, մի փոքր սենյակ հատկացնում ենք եւ դնում ենք ամեն ինչ այնտեղ։ Եվ այստեղ մնում է մի հատ հարց։ Դա արդեն մեր փորձառությունից եմ ասում։ Այդ հարցն է հացը։ Հացակեր են մեր ժողովուրդը, ես այդքան շատ չեմ ուտում, իհարկե, բայց մարդիկ եւ աշխատողները եւ նաեւ հյուրերը ուզում են հաց ուտել, սովորական հաց։ Դա կլինի լավաշ, մատնաքաշ, թե այլ տեսակի։ Եվ մենք թոնիր կարողացանք այստեղ սարքենք եւ այդպիսի հաց կարող ենք արտադրել, այսինքն մենք ալյուր ունենք եւ ալյուր ենք պահում մեր մոտ եւ հացը կարող ենք թխել թոնրում, բայց ընդամենը 2 օր առաջ ես բերեցի մի հաց թուղ, որը վաճառվում է խանութներում, դա ավտոմատ է, որը հաց է կարողանում թխել։ Եվ հիմա մենք մեր առաջի գործը, որ անում ենք առավոտը, որ վեր ենք կանում, միացնում ենք հացթուղը, մտցնում ենք, դնում ենք այդ բոլոր ինգրեդիենտները մեջը եւ ինքը հունցում, խմորը պատրաստում եւ թխում է շատ համեղ հաց։ Սա էլ է կարևոր։ Եթե ունեք արևային հոսանք, ուրեմն խորհուրդ է տրվում, որ ունենաք փոքր ինչ-որ տեսակի բան, լվացքի մեքենա, որպեսզի աշխատի, կարողանա ձեզ համար նաև աշխատանք անել։ Եվ կարծեմ ուրիշ բան չմոռացա։ Եվ կարող եք օրերով, նույնիսկ շաբաթներով հանգիստ մնալ եւ աշխատել սարերում։ Եվ հավատացեք, ամենաարդյունավետ աշխատանքի տեղն է, երբ որ ունես կապ, համակարգիչն աշխատում է, ոչ մի խանգարող հանգամանք չկա, այսպիսի գեղեցիկ միջավայրում կարող ես անել շատ արդյունավետ աշխատանք։ Այսօր այս տեսանյութով
ուզում եմ սահմանափակեմ, շնորհակալություն եմ հայտնում, հետևեք մեր ալիքին, բաժանորդագրվեք, տարածեք մեր տեսանյութերը եւ հավանեք, ձեր կոմենտներին ուրախ եմ պատասխանել եւ կտեսնվենք։